Ողջույն բոլորին, այս տեսանյութում հունվարի 30-ի լուսնային օրացույցն է։ Մինչև ժամը 14:02 դեռ կլինի լուսնային 12-րդ օրը։ Սկսված ժամը 14:02-ից մինչև հունվարի 31-ը ժամը 15:33 կլինի արդեն լուսնային 13-րդ օրը։ Լուսինը կանգնած դիրք ունի, որը սկսվել է նախորդ օրը և շարունակվում է դեռևս հունվարի 30 գիշերը, իհարկե, 29-ի գիշեր, լույս 30, ժամը 02:31 Հունվարի 30-ին լուսինը գտնվում է Խեցգետին նշանում, Ստամոքսը, Լորձաթաղանթը, Ձվարանը, Արգանդը, Հեշտոցը, Կրծքագեղձը, Որովայնը, լիմֆատիկ համակարգը և կրծոսկրը։ Այս օրգանները բավականին զգայուն են և դրանց նկատմամբ լրացուցիչ խնամք է հարկավոր, իսկ աճող լուսնի ժամանակ վիրահատություններ բացարձակապես չի թույլատրվում։ Լուսնային 13-րդ օրվա խորհրդանիշը դա անիվն է, վերածնունդը, ճակատագրի անիվ է կոչվում, Սամսարան։ Այդ խորհրդանիշը համեմատվում է օձի հետ, որը կծում է իր պոչը։ Օրվա կարգախոսը երբեք ուշ չէ սովորելու համար։ Օրվա գույներն են բաց և մուգ կապույտը։ Օրվա քարերն են ռուբինը, սպինելը և տուրմալինը։ Այսօր եթե որևէ բան ճիշտ չանցնի, ապա դրա մեղավորությունը միայն մերն է, և վրդովվելու ու նեղվելու փոխարեն ավելի լավ է ետ գնանք և մտածենք, թե որտեղ ենք սխալ թույլ տվել, որ այդպես է եղել։ Եվ եթե այլևս ոչինչ հնարավոր չէ ուղղել, ապա հարկավոր է միայն ներողություն խնդրել այն մարդկանցից, ում նեղացրել ենք, կամ եթե կապված է գործի հետ, ապա մտածենք, թե ինչպես փոխել այն և ուղղել սխալները։ Այս լուսնային օրը հարկավոր չէ շտապել առաջ, այժմ ավելի լավ է ետ նայել և սխալներն ուղղել։ Այսօր ոմանց կյանք կվերադառնան անցյալից որևէ մարդիկ, որևէ իրադարձություններ, բայց փոխված տեսքով։ Եվ կարծես ճակատագիրը մեզ ևս մեկ հնարավորություն է տալու։ Ժամանակին սխալվել ենք նմանատիպ իրավիճակում, իսկ այժմ մենք հնարավորություն ունենք վերարտադրելու իրավիճակը։ Արեք այն, ինչ ձեզ հոգեհարազատ է։ Ովքեր աններդաշնակություն են բերում ձեր կյանք և խլում ձեզանից ձեր էներգիան, և եթե իհարկե սրտանց եք ցանկանում, որպեսզի հեռվանան իրենք ձեզանից, ապա շատ լավ ժամանակ է դա անել այսօր, լուսնային 13-րդ օրվա ընթացքում։ Եթե ունեք որևէ ընկեր, ընկերուհի, որի հետ խոսելուց հետո տանջվում եք սեփական անարժեքությունից, անհաջողությունից և մտածում եք, որ իրենցից ցածր եք կամ միջակ, ապա ճիշտ ժամանակն է իրենց հրաժեշտ տալու համար։ Մարդկանց հետ շփվելուց պետք է թեթև լինեք և շատ հանգիստ։ Լսեք ուրիշների խորհուրդները և դուք կարող եք ինչ-որ բան սովորել նրանցից։ Այսօր շատ հանգիստ ընդունեք, եթե օրվա ընթացքում հանկարծ կսկսեք տանջվել, վերհիշել վաղուց արդեն մոռացված որոշ խնդիրներ և տհաճ հիշողություններ։ Սա միայն նշանակում է, որ հարկավոր է վերջապես ազատվել դրանցից, որ դրանք բացասական են ազդում ձեզ վրա։ Այսօրը ձեզ կօգնի հաղթահարել շատ բաներ։ 13-րդ լուսնային օրվա հիվանդությունները վտանգավոր են, պետք է անհապաղ դիմել բժշկական հաստատությունների օգնությանը։ Ի վերջո, առողջությունն ամենակարևորն է, երջանկության բաղադրիչը։ 13-րդ լուսնային օրն ամենահաջող շրջանն է մարմնի երիտասարդացման համար։ Դեղերը շատ լավ են ներծծվում։ Հղիություն։ Լուսնային 13-րդ օրվա բեղմնավորված երեխայի կյանքում ամեն ինչ կլինի պատահականորեն, այսինքն պատահական վատը կլինի կամ լավը։ Այդ ամենը կապված է իր կարմայի հետ, կլինի երջանիկ, թե ոչ։ Այդ երեխան իր հետ կբերի կամ ազատություն, կամ կախվածություն, կամ երջանկություն, կամ դժբախտություն։ Դա է իր աշխարհ գալու կարման լինելու։ Լուսնային 13-րդ օրը ծնվում են երեխաներ, որոնք մեծանում են որպես աղմկոտ և շարժուն մարդիկ։ Նրանք սովորաբար ապրում են մինչև խոր ծերություն։ Այսօրը ծնված մարդն առանձնանում է ուրիշների հետ հեշտությամբ շփվելու ունակությամբ։ Բայց եթե համբերություն չունեցավ, ապա կլինի բամբասկոտ, և դժվար իրեն կկարողանա այդ հարցում կառավարել։ Այսօրը ծնվում են ստեղծագործողներ, իդեալական ուսանողներ, ովքեր հեշտությամբ տիրապետում են տեղեկատվությանը և հաճույքով սովորում։ Մի քիչ դժգոհ են լինում, քանի որ ստեղծագործական առումով մշտապես որոնումների մեջ են լինում, և նրանք միշտ ձգտում են հասնել կատարելիության։ Նրանք արվեստագետներ են լինում, ովքեր աշխարհում հայտնաբերում են պատկերներ։
որոնք գոյություն են ունեցել աշխարհի ստեղծման օրվանից։ Նրանց երբեք բավական չէ այնինչ ունեն։ Լուսնային 13-րդ օրն ամենաիդեալական ժամանակահատվածն է նախկինում անհայտ մթերքներն ու ուտեստները փորձելու համար։ Կարող եք փորձել ամեն ինչից, բայց քիչ-քիչ։ Այսօր կարող եք լիքը ուտել եւ չպետք է անհանգստանալ, որ քաշ կհավաքեք, այսօր այդ օրը չէ։ Այգեգործության համար, եթե այսօր մոլախոտների հետ եւս արմատախիլ կանեք օգտակար բույսեր, ապա կրկին պետք է տնկեք դրանք։ Այսօր ձեր մազերը ցանկացած երկարությամբ կտրելը կսրի ձեր ինտուիցիան, որը ձեզ կօգնի ձեր հետագա կյանքում։ Կհասկանաք, թե ինչպես բայլավել ձեր կապիտալը եւ մեծացնեք ձեր բիզնեսը, նաեւ մեծ հաջողության հասնեք։ Մազերը կտրելը նաև կօգնի ձեզ հաշտություն կնքել այն մարդու հետ, ում հետ երկար ժամանակ չեք կարողանում հաշտվել եւ վաղուց չեք շփվում։ Դուք կունենաք խիզախություն եւ կգտնեք ճիշտ խոսքեր զրույցը սկսելու համար։ Այսօր հարկավոր չէ մազերը ներկել, դա կխլի ձեր ուժը։ Մազերը ներկելով ուրիշների վրա տպավորություն չեք թողնի, իսկ ձեզ էլ դուր չի գա այնինչ կստացվի։ 13-րդ լուսնային օրը անհաջող է բոլոր նոր գործեր սկսելու համար։ Մի սկսեք այսօր ոչ մի նոր գործ։ Այսօր միայն կարող եք վերանայել ձեր գործը։ Վերանայեք պայմանագրերը, ուղղեք սխալները, բայց ոչինչ մի սկսեք։ Շարունակելով ձեր բիզնեսը դուք ասես կվերադառնաք սկզբին եւ կրկին ամեն ինչ կսկսեք նորից, մինչեւ էլի հասնեք այսօրվան։ Սա լավ է միայն այն դեպքում, երբ շատ սխալներ եք արել եւ այլևս դրանց կարիքը չի լինի, ոնց որ դրանք չեք կրկնի։ Եթե ցանկանում եք փակել ձեր բիզնեսը, ապա այսօր բարենպաստ օր է դրա համար։ Իհարկե այն բիզնեսը կամ աշխատանքը, որն արդեն դադարել էր իր գործառույթները կատարել։ Այսօր ցանկալի է զերծ մնալ նոր ծանոթություններից եւ շփումներից։ Հնարավոր է հանդիպում միայն այն մարդկանց հետ, ումից ժամանակին բաժանվել եք, բայց ոչ ամենաուրախ ձևով։ Միգուցե ձեր առաջին ամուսինը կամ կինը այդքան էլ վատը չէին, եթե իհարկե նրան նայեք իմաստուն աչքերով։ Եթե նա հայտնվի ձեր առջև լուսնային 13-րդ օրը, ուրեմն նա կսկսի ուրիշ կերպ նայել այն մանրուքներին, որոնց պատճառով ձեր ճանապարհները բաժանվեցին, եւ հավանաբար դեմ չի լինի փորձել ամեն ինչ նորից սկսել։ Այսօր արգելված են ամուսնությունները եւ նշանադրությունները, նրանց համար ովքեր ամուսնալուծված են։ Շատ հարմար օր է հաց թխելու համար եւ տան վերանորոգման համար, նաեւ տուն գնելու համար։ Աշխատանքը փոխելու համար 13-րդ լուսնային օրը համարվում է ամենավատ օրերից մեկը, բայց այս շրջանն իդեալական է քննություններ հանձնելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու, ոչ միայն վերադասի, այլև ընկերների հետ շփվելու համար։ Բարենպաստ օր է թալիսմաններ պատրաստելու համար, քարե, թղթի, մետաղի վրա պաշտպանիչ նշաններ դնելու համար։ 13-րդ լուսնային օրվա երազը ձեզ կպատմի այն ճանապարհը, որը դուք պետք է անցնեք, որպեսզի կյանքը փոխվի դեպի լավը։ Այսօրվա երազները գրեթե միշտ իրականանում են։ Կարևոր է լսել երազների հուշումները։ Երազներն իրականանում են 10-րդ օրը։ Այսօրվա կանխատեսումները կարող են փոխել ձեր ճակատագիրը։ Այն, ինչ այսօր կսովորեք, ապագայում ձեզ շատ անհրաժեշտ կլինի։ Ինչ կարելի անել այս լուսնային օրը։ Նոր գիտելիքներ ձեռք բերել։ Գիտելիքների եւ փորձի փոխանակում երեխաներին։ Ինքնախնամքով զբաղվել։ Ցանկացած սնունդ թույլատրվում է։ Եվ ինչից պետք է խուսափել այս լուսնային օրը, կայացնել պատասխանատու որոշումներ եւ վերցնել բարդ նախագծի իրականացում։ Այսօր օրը միայն բարենպաստ է այն մարդկանց համար, ամուսնանալու համար իհարկե, ովքեր 30 տարեկանից բարձր են։ Այսօր բարենպաստ է կատարել պլաստիկով վիրահատություն, երեխայի ծնունդ, կապել կարմիր թել, նաև բարենպաստ է ծակել ականջները, բարենպաստ են գումար հետ գցել, հավաքել, անշարժ գույքի համար է բարենպաստ, ջրհոր փորելու համար է բարենպաստ, ձվերը դնել ինկուբատորի մեջ, ամուսնալուծության համար, հոնքերի եւ թարթիշների ուղման համար եւս, եւ այգեգործության համար բարենպաստ են մանուշակների փոխպատվաստումը, բույսեր ջրելը, բարենպաստ են նաեւ շատ բարենպաստ բաներ չունենք, ելակի տնկում, սոխ հավաքել, որդատունք կտրել, խաղողի տնկում, ազնվամորու համար է շատ լավ եւ գլադիոլուսների համար է շատ լավ։ Այսքանը սիրելիներս, ձեզ հաճելի օր եմ մաղթում։